Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Հավատարմությունը բխում է Աստծու Խոսքի հանդեպ մեր վերաբերմունքից։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Մաղաքիայի մարգարեության 4 գլխից» անվանումը։ Այս շարքի նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք աստվածավախ ու հավատարիմ մարդկանց համար Տեր Աստծու պատրաստած հոգևոր հաղթանակների մասին։ Իսկ այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչ է մարգարեն սովորեցնում մեզ հավատարմության կազմավորման մասին, ովքեր են հավատարիմները և ինչով են նրանք տարբերվում անհավատարիմ ու ամբարիշտ մարդկանցից։ «Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և նրա թևերին բժշկություն։ Եվ դուք պիտի դուրս գաք ու ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես, և պիտի տրորեք ամբարիշտներին, որովհետև նրանք ձեր ոտքերի ներբանների տակ մոխիր պիտի դառնան այն օրը, որ Ես դա կանեմ, ասում է Զորքերի Տերը։ Հիշեք իմ ծառա Մովսեսի օրենքը, որ ամբողջ Իսրայելի համար հրամայեցի նրան Քորեբի վրա, կանոնները և պատվիրանները» Սիրելի՛ բարեկամ, հավատարմությունը բխում է Տեր Աստծու սահմանած կանոնների ու պատվիրանների հանդեպ մարդու վերաբերմունքից։ Աստվածաշնչում տեղ գտած զորավոր խոստումները եկեղեցի եկողների համար չեն, այլ հավատարիմների։ Դու կարող ես եկեղեցի հաճախել, կարող ես անգամ հավատացյալի համբավ և անուն ունենալ, սակայն որպեսզի քո կյանքում իրականություն դառնան Տեր Աստծու խոստումները, որպեսզի քո կյանքում գան Տիրոջ խոստացած հոգևոր հաղթանակներն ու արդարության արեգակի թևերի վրա գտնվող բժշկությունը, դու պետք է լինես հավատարիմ Տեր Աստծու կամքին ու Նրա Խոսքի փոխանցած սկզբունքներին։ «Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծու Խոսքին հնազանդվելը քո կյանքի հաջողության և կայունության ամուր հիմքն է։ Մեր արագ փոփոխվող աշխարհում Աստծու Խոսքը մնում է միակ անփոփոխ ու հաստատուն հենարանը։ Աստվածաշնչյան սկզբունքներով ապրելը քեզ պաշտպանում է սխալներից և ճիշտ ճանապարհ է ցույց տալիս։ «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 105:5)։ Հավատարմությունը բխում է Աստծու Խոսքի հանդեպ իմ և քո վերաբերմունքից։ Աստվածաշնչի խոստումները միայն հավատարիմների համար են։ Այսպիսով, Աստծու Խոսքի սկզբունքներին ու Նրա կամքին հնազանդվելը իրապես քո կյանքի հաջողության և կայունության ամուր հիմքն է։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։